Արիշտի Մեհակյան, քեզ մի հատ հարց ունեմ։ Օրինակ քո գործընկեր Ավինյանին, որ խնդրես անիկից գողացված 60 միլիոն դոլարը վերադարձնի։ Քո կարծիքով ինչքան շատ աշխատանք կարող եք անել վաղ շաբաթով։ Կամ է որ մի հատ կոլեգա ունի, որ գնացել է հետ ազգայնացնելու, որ միջով փողոցի պետ է։ 3 տարուց ավել անիկից գողացված գումարների վերաբերյալ փաստաթղթերը իր տիրույթում է եղել։ Բազում լրագրողների, պատգամավորների, հասարակական ընդդիմադիր գործիչների հարցումների արտուցիչ է հրապարակում, ասեմ է սա վարչապետի ներկայացնում ենթակա փաստաթուղթ է։ Այդ ոնց է այդպես լինում, որ երբ կոնկրետ գիտենք, բացվել է հիմնադրամ, որը պետք է ծառայեր Հայաստանի Հանրապետություն ներդրումներ շատացնելու նպատակին։ Բացվեց, 25 միլիարդ դրամ մզկվեց։ Դրանից հետո Հայաստանի ավիաուղիները մեր ավիա ներկայությունը Եվրոպայում հայտնվեց ծեր ցուցակում։ Արաբական հսկայական կազմակերպություններ, որոնք որ եկել էին Նազդարորն, որ եկել էր Հայաստանում ինվեստիցիա անելու, առ այսօր արդեն քանի էկոնոմիկայի նախարարը փոխվել, խոսք են տալիս, որ մյուս տարի կսկսեն շինարարական աշխատանքները։ Մինչդեռ հարևան Վրաստանում եւ ոչ միայն հարևան Ադրբեջանում այդ նույն պայմանագրերը կնքվել են Հայաստանի պայմանագրից ավելի ուշ, բայց իրենց մոտ արդեն բիզնեսը գործում է, մեր մոտ դեռ ոչ մի բան չի արվել։ Այսինքն մենք անում ենք ի պարզ հետևություն։ Եթե դու անդիմադիր ես, եթե դու կողմ ես եկեղեցուն դեմ ես փրկացմանը, դու շատ մեծ պոտենցիալ ունես քրեակատողականում հայտնվելու։ Իսկ եթե դու նիկոլական ես, կարող ես մարդկանց խաբել, կարող ես Երևանի քաղաքային իշխանության պես շինություններ ծախել,